եթերում երեկով ժամանցային շոուն է։ Իսկ դա ինչպես միշտ նշանակում է, որ այսօր մեր տաղավարում կրկին ջերմմթնոլորտ է տիրելու, սակայն բացի ջերմությունից այսօր իհարկե նաև մրցակցություն կլինի բոլոր այն մարդկանց միջև, ովքեր ընդունել են մեր հրավերը եւ եկել այսպես բաժանվել թիմերի եւ պատրաստ են արդեն 3-ը 3-ի դեմ խաղալ 3-ով։ Իսկ այժմ մեծ հաճույքով ներկայացնեմ մեր այսօրվա հյուրերին։ Այսօր միմյանց դեմ կխաղան։ Ինձանից ձախ նստած են ռադիովանի հաղորդավարների թիմը, ձեր ջերմ ծափահարությունները, ռադիո եւ հեռուստա հաղորդավար Գորգլումով, ռադիո եւ հեռուստա հաղորդավարուհի Լուլու դիմավորեք եւ իհարկե ռադիո եւ հեռուստա հաղորդավար Ժակ։ Իսկ հիմա ներկայացնեմ Արմենիա հեռուստատեսության հավաքականը, այսպես ասած, մեր շատ սիրելի մարդիկ։ Ժամը լրատվականի մեկնաբան Էռնա Էլիզբարյան, ձեր ծափահարությունները։ Ժամը լրատվականի մեկնաբան Կարեն Ալիխանյան։ Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նարինե Սուլտանյան, ձեր ծափահարությունները։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Ինչպես եք։ Լավ։ Շատ լավ։ Ինչպես եք տրամադրվել այսօրվա պայքարին։ Մարտականորեն։ Ով է հաղթելու։ Ես չէ, ես ուզում եմ, որ ինձ վերջում են գիրքը տակ տանեմ կարդամ բերեմ, ճիշտ է։ Մեզ մոտ գրադարանի նման գործում է այսպես 1-2 օրով գիրքը տալու վերադարձել։ Այդ հարցերից հետաքրքիր կարդալ ծրագրի ընթացքում։ Իսկ եթե դուք հաղթեք այսօր, մենք այդ գիրքը ձեզ կնվիրենք, ես դա խոսք։ լավ, շնորհակալություն։ Անկախ ամեն ինչից։ Նախ եւ առաջ պետք է ընտրենք թիմերի ավակների։ Ով է լինելու ռադիովանի թիմի ավակ։ Մեզ մոտ այդ հարցը չի քննարկվում, ինչպես եւ մեր իրականությունում շատ հարցեր չեն քննարկվում։ Դաժան իրականություն։ Մեզ մոտ բոլոր քվեարկությունները բերում են նույն արդյունքի։ Եգոր Գլումով։ Ձեր ծափահարությունները այս թիմի ավակին, իսկ ով է լինելու ձեր թիմի ավակը։ Մենք քննարկել ենք քննարկելու կարիք քննարկելու միակ եւ անփոխարինելի տղամարդ։ Իհարկե։ Ձեր ծափահարությունները Արմենիա թիմի ավակին, Կարենին եւ ինչպես արդեն տեղյակ եք, սիրելի բարեկամներ, այս պահին ինձ մնում է միայն հայտարարել մեր այսօրվա առաջին փուլը։ Դուք պատրաստ եք, կարծում եմ։ Դե ինչ, մենք հայտարարում ենք առաջին փուլը, որը կոչվում է Ճակատագիր։ Ճակատագիր։ Այս մրցափուլին մասնակցում են թիմի բոլոր 3 մասնակիցները։ Նրանք պետք է կանգնեն մեկը մյուսի ետևից։ Բոլորի ճակատին գրված են բառեր։ Սկզբում պտտվում է դիմացի կանգնած մասնակիցը եւ կարդալով իր ետևում կանգնածի ճակատին գրված բառը փորձում բացատրել այն, առանց այդ բառի արմատը օգտագործելու։ Մասնակիցները հերթով շրջվում են եւ կատարում նույն գործողությունը։ Անցնելով հերթի վերջ, ստանում են նոր բառ եւ կրկին փորձում գուշակել այն։ Յուրաքանչյուր թիմին այս փուլում տրվում է 90 վայրկյան, իսկ ամեն ճիշտ պատասխանի համար թիմը ստանում է 1 միավոր։ Առաջինը մենք ճակատագիր փուլը կխաղանք ռադիովանի թիմի հետ, դուք պատրաստ եք։ Մեր ճակատագրերը կարծես թե։ Այո, դիրքավորվեք։ Ստացեք ձեր առաջին բառերը, որ արդեն մի պտտվեք, արդեն չի կարելի պտտվել։ Դե ինչ, մենք պատրաստ ենք, թիմը կարծես թե նույնպես, եւ ես հայտարարում եմ, որ ժամանակը գնաց։ Դրանի փուճուրը։ Լումա։ Որ մի հատ տեղ կա, որ փիսիկը նստել է, կուչ է եկել։ Անկյուն։ Շատ լավ է։ Շարունակեք ավելի արագ։ Այն որ նստում է տունը, ոչ մի բան չի անում։ Տունը մնացած։ Չէ, որ բամշե ոչ աշխատում է, այդ դրա հայերեն տարբերակը հիշի կապված է տենց մի հատ օրգանի հետ, որը կտրում են, որ մենք փոքր ենք կնում փոր։ Այ դրանից։ Այո, ճիշտ է, շատ լավ բացատրեք։ Մենք Սերգեյ Դանիելյանը։ Յուժ։ Կտորի հետ է կապված, ֆաբրիկան են տենց կոչում կտորի եւ չէ։ Ատելյե։ Մյուսը, որ ասենք կտորը որտեղ են ստանում, կտորի հետ մյուս բառի։ Էլի։ Ժակ, ատելյեն չէ, մյուսը։ Կարող եք ասել հաջորդը։ Կարող ենք ասել հաջորդը։ Հաջորդը։ Գնացինք հաջորդը։
ինքը բաժակի պես է, բայց նեղա քիմիայի ժամանակ են օգտագործում։ Կոլբա։ Դրա մի հատ ուրիշ բան էլի բարակ էլի։ Փորձեք կամ ասեք հաջորդը մի քանի Հաջորդը։ Եղունգների տակ է լինում։ Այն ամեն աշխատասենյակում միջած։ Ժամանակը սպառվեց։ Կոլբան չէ։ Սրվակ։ Սրվակ։ Դից քարմաստան են տպեին, ես չէ կարակ սրվակ։ Ինչ այսպիսի սրվակի։ Չէ, բրատ, ես չէ, բարը չգիտեմ ես։ Նստեք խնդրում եմ, ծափարություններ Ռադիովանի թիմին, նրանք բավականին լավ խաղացին եւ առաջին փուլի արդյունքը նրանց նույնպես շատ լավն է։ Ռադիովան թիմը ճակատագիր փուլում վաստակեց 5 միավոր։ Դե իսկ մենք շարունակում ենք նույն փուլը եւ այժմ տեսնենք թե ինչպես կստացվի խաղալ ճակատագիր փուլը Armenia TV-ի թիմի մոտ։ Խաղում ենք ճակատագիր փուլը Armenia TV-ի թիմի հետ եւ ես հայտարարում եմ, որ ժամանակը գնաց։ Ամուսնական զույգը ինչ է անցկացնում։ Որտեղ։ Արարող, հա, եկեղեցում։ Ամուսնանում են, ուր են գնում, ինչ են անում։ Свадебное путешествие։ Ինչ է կոչվում։ Մեհրամիս։ Ապրես։ Ճիշտ է, հաջորդը։ Արագացրեք։ Այն որ տղամարդիկ ալարում են սափրվել, սենց երկարում, ինչ է դառնում, այո։ Դերասանները խաղում են բեմում, ինչ են կերտում։ Կերպար։ Այո։ Լույս չի լինում, վառում են ինչ։ Մոմ։ Ուրիշ։ Ինչ են վառում։ Եկեղեցում էլ կա։ Ջահերը, ջահ։ Չէ։ Վառում են լույս չեղած էլեկտրականություն չեղած ժամանակ։ Ինչներ են վառում։ Կարծում եմ, որ կարող եք անցնել հաջորդին։ Այո։ Հա, երեխաները շատ են սիրում, սենց սառույց է, իրանք սիրում են գնալ, սենց հագնում են ու Սահել։ այդ կոնկրետ այդ տարածքը ինչպես է կոչվում։ Սահադաշ։ Մեր գործընկերուհին միշտ ասում է, սպասվում է անձրև եւ Եղանակ։ Եվ անձրև եւ Ամպրոպ։ ապրես։ Կազմվածք։ Մարմին։ Կազմվածք ուրիշ բառով։ Կազմված։ Ինչ։ Վերջ, ժամանակը սպառվեց, խնդրեմ նստեք, ձեզ մոտ էլ բավականին լավ ստացվեց, մի փոքր ավելի արագ, որ կարողանայիք, կարծում եմ ավելի լավ արդյունք կունենայիք, ես ուզում եմ ասել սիրելի հեռուստադիտողներ, որ այս փուլում Armenia TV-ի հավաքական թիմը կարողացավ վաստակել 5 միավոր։ Եվ առաջին փուլից հետո մեզ մոտ արդյունքը հետևյալն է, հավասարություն 5-5։ Որպեսզի հասկանանք, թե որ թիմն է հաղթելու այս խաղում, մենք պետք է հայտարարենք հաջորդ փուլը։ Եվ ես հայտարարում եմ հաջորդ փուլը, որը կոչվում է դուք ձերբակալված եք։ Դուք ձերբակալված եք։ Այս փուլում խաղում են երկու թիմերը միաժամանակ։ Յուրաքանչյուր թիմից մեկական մասնակից կապված ձեռքերով տարտում են առաջադրվող բառը եւ մոտենալով իրենց դիմակցին միաժամանակ փորձում են մնջախաղի միջոցով բացատրել այն։ Սկզբում ձեռքերը կապվում են առջևում, հետո ետևում։ Յուրաքանչյուր առաջադրանքի համար տրվում է 90 վայրկյան։ Ամեն ճիշտ պատասխան այս փուլում գնահատվում է 1 միավորով։ Մենք շարունակում ենք եւ խաղում ենք այժմ դուք ձերբակալված եք փուլը, ինչպես տեսնում եք մասնակիցները բոլորը արդեն պատրաստ են։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ դուք պետք է ցույց տաք, իսկ ձեր ընկերները գուշակեն բառեր, որոնք սկսվում են Z տառով։ Կարծում եմ ամեն ինչ պարզ է եւ ես ասում եմ, որ ժամանակը գնաց։ Ճիշտ է։ Առաջինը հնչեց Կարենից պատասխանը։ Գնացինք Բարձր պետք է ասենք փաստորեն։ Զուրնա։ Ճիշտ է, հաջորդը։ Ոչ, դուք վերադարձեք արդեն հաջորդը, դուք ձեր հաջորդ բառը Զար։ պետք է ցույց տաք։ Զատիկ։ Ճիշտ է, հաջորդը։ Զուքարան, զուքանակոնք։ Ճիշտ է, հաջորդը։ Զար։ Ճիշտ է, առաջինը Կարենը ասեց, այո։ Զամբյուղ։ Ճիշտ է, հաջորդը։
Զորք, զինվոր, Զինվոր։ Ճիշտ է։ Չես ուզում։ զեկույց, Զինվորական։ Ոչ, ոչ, զնդում, բայց ասեց զննել։ Ոչ, չենք հաշվում, հաջորդը։ Զույում։ զուբր, Ճիշտ է։ Զկեր։ Ճիշտ է, առաջինը մնում ասեց եւ ժամանակը սպառվեց, այս վերջին պատասխանը մենք չենք կարող հաշվել, շատ հետաքրքիր խաղացիք, իդեպ ասեմ, եւ արդյունքում կարողացաք շատ հետաքրքիր պայքար էր ընթանում այս փուլի առաջին հատվածում, երբ ձեռքերը դիմացում կապված են, արդյունքում թիմերը գրանցեցին հետևյալ արդյունքը։ Armenia TV-ի թիմը կարողացավ վաստակել 6 միավոր։ Իսկ Ռադիո Վանի թիմը կարողացավ այս փուլում վաստակել 3 միավոր։ Բայց այս փուլը դեռ շարունակվում է եւ հիմա մենք կկապենք նրանց ձեռքերը մեջքի ետևում, որպեսզի մենք շարունակենք խաղալ, դուք ձերբակալված եք փուլը։ Մենք շարունակում ենք, դուք ձերբակալված եք փուլը, այժմ արդեն ձեռքերը կապված են մեջքի ետևում եւ մենք կարող ենք սկսել ցույց տալ բառեր, որոնք սկսվում են խ տառով։ Խ։ Կարծում եմ ամեն ինչ պարզ է եւ ես հայտարարում եմ, որ ժամանակը գնաց։ Կնձոր, խողովա, Խոտ։ խոտ, խահող, Խխունջ։ ուտելու բան, Ուտելու բան, հա։ խմոր, խմորեղեն, Հաջորդը։ խոզ, խեղտվել, Խեղտվել։ Չէ։ հաջորդը, Խրխնջան։ խոցել, Ոչ, խոցելը չի, դուք շարունակեք։ 3 վայրկյանից պետք է ասեմ հաջորդը։ խփել, Հաջորդը։ կենթանի է, խաղը, Ժամանակը սպառվեց, վերադարձեք, խնդրում եմ։ Ես ուզում եմ ձեզ հարցնել, սիրելի խաղացողներ, ինչպես դուք չկարողացաք խայթոցին ոչինչ չունեմ ասելու, բայց խուճապը ինչպես չկարողացաք։ Շարքը ահռելի խուճապի մեջ է, հասկանում եք, չհասկանալ, որ դա խուճապն է անհնար է։ Ձեր ծափահարությունները այս փուլը ավարտվեց, եւ ես ասեմ, որ այս փուլի երկրորդ հատվածում թիմերը ոչ մի պատասխան չտվեցին եւ դուք ձերբակալված եք փուլում, նրանք վաստակեցին առաջին մասում եղած միավորները։ Armenia TV-ի թիմը վաստակեց 6 միավոր, Ռադիո Վանի թիմը այս փուլում վաստակեց 3 միավոր։ Իսկ ես հայտարարում եմ հաջորդ փուլը, որը կոչվում է ամեն բան իր հերթին։ Ամեն ինչ իր հերթին։ Այս փուլում թիմերը պետք է փորձեն ճիշտ հերթականությամբ դասավորել ինչ-որ իրադարձության կամ անձի հետ կապված 6 տարբերակներ։ Ամեն թիմից մեկ մասնակից կփորձի դրանք ճիշտ դասավորել, իսկ մյուսները պետք է հուշեն։ Այս փուլում նույնպես կտրվի 90 վայրկյան։ Յուրաքանչյուր ճիշտ համընկման համար թիմը կստանա 1 միավոր, իսկ բոլոր 6 համընկնումների դեպքում թիմին միանգամից կտրվի 10 միավոր։ Երեկոքն է եթերում եւ մենք շարունակում ենք այժմ պիտի խաղանք ամեն ինչ իր հերթին փուլը, սակայն մինչ այդ ես ուզում եմ ամփոփել առաջին 2 փուլերից հետո եղած արդյունքը։ 2 փուլերից հետո Ռադիո Վանի թիմը կարողացավ վաստակել 8 միավոր։
Իսկ Armenia TV-ի թիմը կարողացել է վաստակել 11 միավոր։ Մեր հեռուստադիտողները գիտեն, որ դա դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ 3 փուլ առնվազն ունենք առջևում եւ ամեն ինչ կտրուկ կարող է փոխվել, ինչպես ֆուտբոլում։ Պատահական չնշեցի ֆուտբոլի մասին։ Մենք հիմա կխաղանք առաջինը Ռադիո Վանի թիմի հետ։ Դուք արդեն որոշել եք, թե ով է լինելու ավակը, Գոռան։ Ողջունենք Գոռին եւ հրավիրենք այստեղ։ Ես հիմա կասեմ, թե ինչ է պետք ձեզ իրականում անել։ Ձեզ պետք է ճիշտ հերթականությամբ դասավորել բոլոր այն թիմերի անվանումները, ում դարպասը գրավել է Հենրիկ Մխիթարյանը Մանչեսթեր Յունայթեդի կազմում։ Առաջինից մինչև 6-րդը բնականաբար։ Հիմա կասեմ տարբերակները։ 6-րդը 3 էր, հա։ Ոչ, 3 շատ ավելի գոլ է եղել, սա առաջին իր 6 գնդակներն է։ Տոտենհեմը տարբերակներից մեկն է, ուկրաինական Զարյան է տարբերակներից մեկը, անգլիական Սանդերլենդը, Լեստեր Սիթի ակումբը, Դորտմունդի Բորուսիան եւ Wigan Athletic թիմը։ Ես անցնեմ այս կողմ, որ չխանգարեմ եւ ասեմ, որ ժամանակը գնաց։ Ինձ առաջինը Զարյային էր փոխել, չէ՞։ Իմ հիշողությամբ։ Գնաց, նա։ Մի քիչ արագացրեք։ Հուշեք։ Դե Լուսինեն հիմա լրիվ իր գիտելիքները ֆուտբոլային ասի, եկեք ծափարենք Հենրիկ Մխիթարյանին։ Սեղ մեկ համընկնում։ Գոռը գնաց։ Սեղ մեկ եւ շարունակեք։ Զարյան Զարյանը էսի լիգայում բանը լիգը Եվրոպայում ախփե։ Էսել է լիգը Եվրոպայում խմե։ Ուրեմն Չելսի հաստատ տեղ էր։ Ահա։ Երկու համընկնում։ Շարունակեք, անջատեք լույսը եւ շարունակեք։ Ինչ եք անում։ Այս ամենավերջինն է, Wigan-ը, չգիտեմ, եթե դրան ձեռք չի տալիս։ Ժամանակը սպառվում է։ 4 համընկնում։ Խփի։ Ժամանակը սպառվեց։ Եվ այսպես, խնդրեմ համեցեք, հերթականությունը հետևյալն է։ Առաջինը դուք դրել եք Բորուսիայի Դորտմունդի թիմի անվանումը եւ դա ճիշտ պատասխան է։ Երկրորդ տեղում ձեզ մոտ Զարյա թիմն է եւ դա նույնպես ճիշտ պատասխան է։ Երրորդը վերջին վայրկյանին դուք տեղադրեցիք Տոտենհեմ ակումբը եւ դա ճիշտ պատասխան է։ Չորրորդ տեղում ձեզ մոտ անգլիական Սանդերլենդ ակումբն է եւ դա գոր ճիշտ պատասխան է։ Ուդար Սկորպիոն։ 5-րդ տեղում ձեզ մոտ նույնպես անգլիական Wigan ակումբն է եւ դա նույնպես ճիշտ պատասխան է։ Եվ բնականաբար 6-րդ հորիզոնականում Լեստերն է եւ դա նույնպես ճիշտ պատասխան է, այսինքն Ռադիովանը ունի 6 համընկնում, իսկ ինչպես գիտեք, մեր խաղի օրենքներով 6 համընկման դեպքում նրանք վաստակում են միանգամից 10 միավոր։ Շնորհավորում եմ ձեզ եւ ձեզ էլ մաղթում եմ նմանատիպ արդյունք այս փուլում։ Դե ինչպես հասկացաք, այժմ ամեն ինչ իր հերթով փուլը կխաղանք Armenia TV-ի թիմի հետ։ Մենք շարունակում ենք ամեն բան իր հերթին փուլը, այժմ կխաղանք Armenia TV-ի թիմի հետ։ Դուք արդեն որոշել եք, թե ով է լինելու դասավորողը։ Կարենը վերցրեց իր վրա այդ պարտականությունը։ Դե ինչ մնում է տեղեկացնել ձեզ, թե ինչ պիտի անեք դուք։ Դուք պիտի ճիշտ հերթականությամբ դասավորեք 6 ձայնասկավառակներ, որոնք պատկանում են Թաթա Սիմոնյանին։ Եվ այսպես տարբերակներից են անձրև է եկել, ով է նա, թե աջ, թե ձախ,
շաբա դաբա դաշ, Գիտեիք, չէ։ ասպարես եւ վախենում եմ, որ կասես չէ։ Ես կկանգնեմ այս կողմում, կհետևեմ ձեր գործողություններին եւ կասեմ, որ ժամանակը գնաց։ Առաջ բեր, Օվենա, հետո երևի անձրև է եկել, աչ թե ձախը երևի վերջում, Երևի անձրև է եկել, մի հատ փոխի։ մի հատ անձրև է եկել դիր երկրորդ, Ասպարեզը մի հատ ասպարեզն էլ բեր, մոտիկ, երկրորդ, այս աչ թե ձախ էլի տար հետև, անձրև է եկել բեր երորդ, վախենում եմ, որ կասես չէ։ այս վերջեն, այս վերջեն, Չէ, էսա։ ես նկարներով եմ կողնորոշում ճիշտ ասած, շաբաթ այս մի րոպե, Կարծում եմ, որ կարող եք փորձել մեկ անգամ, դուք ունեք ոչ մի համընկնում չունեք։ ճողոք է, այս ասպարեզը բեր առաջ, Ներողություն, մեկ համընկնում ունեք, բայց շարունակեք։ ասպարեզը բեր, Օվենա, աչ թե վախենում եմ, այս բունն եմ, վախենում եմ, որ կասես չէ, հլե, Երկու համընկնում։ այս անձրև է Եվս եկել մեկ բեր անգամ։ ստեղ, երկրորդ, Չէ։ Երկրորդ, այս աչ թե ձախը վերջերում էր ախր, ինչ ամոթ է, վախենում եմ կասես չէ, Մեկ համընկնում։ անձրև է եկել, անձրև է եկել, այս աչ թե ձախը վերջում չէր երկրորդ, հիմա, Ժամանակը սպառվեց եւ հիմա մենք կստուգենք հերթականությունը։ Առաջին տեղում ձեզ մոտ դրված է ասպարեզ ձայնասկավառակը եւ դա ճիշտ պատասխան է։ ոնե, Երկրորդ տեղում ձեզ մոտ դրված է Օվենա ձայնասկավառակը եւ դա ցավոք սխալ պատասխան է։ Հիմա կիմանանք թե որտեղ պետք է լինի Օվենան։ Երրորդ ձեզ մոտ շաբադաբա դաշ ձայնասկավառակն է, որը նույնպես երրորդը չէ։ Վախենում եմ, որ կասես չէ չորրորդ տեղում եւ դա ճիշտ պատասխան է։ Հինգերորդը պետք է լինի շաբադաբա դաշ ձայնասկավառակը, բնականաբար հինգերորդն էլ ճիշտ պատասխան չէ եւ անձրև է եկել 6-րդ տեղում, դա ճիշտ պատասխան է։ Այսինքն դուք ունեք 3 համընկնում, ներողություն, 3 համընկնում։ Ծափարություններ։ Ահա այսպիսի տեսք պիտի ունենար նրա ձայնասկավառակների հերթականությունը։ Դե ինչ, մենք խաղացինք այս փուլը նաև Armenia TV-ի թիմի հետ, որը ծանրագույն պայքարում կարողացավ այս փուլում վաստակել 3 միավոր։ Ավարտվեց ամեն ինչ իր հերթին, փուլը հետևյալ հաշվով, այս փուլում Armenia TV-ի թիմը կարողացավ վաստակել 3 միավոր, իսկ Ռադիովանի թիմը 10 միավոր։ Մենք շարունակում ենք եւ ես հայտարարում եմ հաջորդ փուլը, որը կոչվում է Ուրիշի ձեռքերով։ Ուրիշի ձեռքերով։ Այս փուլում թիմից երկուական մասնակից կանգնում են իրար ետևից, իսկ երրորդը մնում է նստած։ Երկու կանգնած մասնակիցները օգտագործելով դիմացի կանգնած մասնակցի մարմինն ու դեմքը, իսկ ետևում կանգնածի միայն ձեռքերը, պետք է երրորդին փորձեն ցույց տալ առաջադրվող բառերը։ Այս փուլում ամեն թիմին կտրվի 90 վայրկյան։ Ամեն գուշակած բառի համար թիմը կստանա 1 միավոր։ Շարունակում ենք պայքարը եւ հիմա խաղում ենք արդեն հաջորդ փուլը, որը կոչվում է Ուրիշի ձեռքերով, սակայն մինչ այդ ամփոփենք նախորդ փուլերի արդյունքները, որը նորից փոխեց ամեն ինչ այս խաղում։ Նախորդ 3 փուլերից հետո հաշիվը հետեւյալն է։ Armenia TV-ի թիմը այս պահին ունի 14 միավոր։ Իսկ Ռադիովանի թիմը այս պահին ունի 18 միավոր։ Բայց ասեմ, որ սա նույնպես դեռ ոչինչ չի նշանակում, մենք դեռ 2 փուլ ունենք, իսկ այս 2 փուլերը հնարավորություն են տալիս բազմաթիվ միավորներ վաստակել։ Ես առաջարկում եմ սկսել Armenia TV-ի թիմի հետ, որ 2 մասնակիցներն են զբաղեցնելու ցուցադրողի հրապարակը, այսպես ասած։ Մենք որոշեցինք երկուսով։ Համեցեք, խնդրեմ, դիրքավորվեք եւ այսպես ձեր ձեռքերով եւ ձեր մարմնով պետք է ցույց տանք մասնագիտություններ եւ ես հայտարարում եմ, որ ժամանակը գնաց։
Մեքենավար, դայնաբոյշիկ, վարորդ, տաքսիստ, Դուք շատ սահուն եք վարում, կասեի դրա։ Հաջորդը լավ։ լողորդ, ցածկորդ, օթաչու, Ճիշտ է։ գրո, մտածող, հաղորդավար, պարող, ինչ, Ուզում եք պատգամավոր, հաջորդը։ դուդուկար, շեփորահար, Ճիշտ է, հաջորդը։ Էրնա ձերքերդ աշխատացրու, հերա, Վերջ, ժամանակը սպառվեց։ Մի հատ կամերա ցույց տա, մի հատ վիժուալ ցույց տա, որ ինքը հասնում։ Ավելի ակտիվ գործողություններ են պետք այս փուլում։ Խնդրեմ նստեք, դուք միևնույն է հիասքանչ եք ցուցադրում ամեն ինչ եւ ձեզ հաջողվեց այս փուլում վաստակել։ Բարև ձեզ։ Չէ, իհարկե դուք կարող եք արդեն դիրքավորվել, որևէ խնդիր չկա, ես այստեղից կհայտարարեմ, որ Armenia TV թիմը այս փուլում կարողացավ վաստակել 2 միավոր։ Տեսնենք թե ինչ կստացվի ձեզ մոտ, հիմա համեցեք, խնդրում եմ, համեցեք, դիրքավորվեք։ Փոխենք հանձնարարությունը, իսկ հանձնարարությունը նույնն է, դուք նույնպես պետք է ցույց տաք մասնագիտություններ, այո։ Դե ինչ, այս անգամ խաղում ենք Ռադիովան թիմի հետ եւ ես հայտարարում եմ, որ ժամանակը գնաց։ Քիմիկոս, դեղագործ, շախմատիստ, Ճիշտ է, հաջորդը։ պարող, պատշար, մաքրությունանող, հատակ մաքրող, հավաքարար, Հաջորդը։ թորկապություն, ծնդաբերություն, մանկաբարձ, Ճիշտ է։ Դեր նախորդ մասնագիտության դերքն է։ պատշարն է, շինարար, Ճիշտ է, հաջորդը։ բրծկամարտիկ, Ճիշտ է։ վեհ անձնավորություն, Նույնպես մասնագիտություն է դարձել։ Ժամանակը սպառվեց, Բրավո, տեղավորվեք, Ես կարծում եմ մանկաբարձից հետո Լուլուի մոտ ոչինչ այլևս չփոխվեց դեմքի վրա, այդպես է շարունակեց մանկաբարձություն։ Բայց արդյունքում Ռադիովանի թիմը կարողացավ այս փուլում վաստակել 4 միավոր։ 4-2 հաշվով ավարտվեց ուրիշի ձեռքերով փուլը, իսկ մենք շարունակում ենք եւ հիմա պետք է խաղանք հաջորդ փուլը, որը կոչվում է ասես չասես միևնույն է։ Ասես չասես միևնույնն է։ Այս փուլում թիմի մեկ մասնակից կլինի ականջակալներով եւ չի լսի ոչինչ։ Մյուս երկու զսպաշապիկներով մասնակիցները կփորձեն արտասանել բառերն այնպես, որ խաղընկերը փորձի գուշակել բառը։ Ամեն թիմին կտրվի 90 վայրկյան։ Յուրաքանչյուր ճիշտ բառի համար թիմերը կստանան 1 միավոր։
Դե ինչ, մեզ մնաց խաղալ միայն վերջին փուլը, որը կոչվում է ասես չասես, միևնույն է, բայց ես միշտ սիրում եմ այս փուլը անվանել նաև Իվան Դասենյակ հավանելու։ Չգիտես ինչու՞ ես մանկական ցանկություն է ինձ մոտ, կարծում եմ, որ բոլորը Համար 6, բայց համար 6 թող լինի, խնդիր չկա, եթե դուք նախընտրում եք 6-ը։ Բոլոր համարները ազատ Անտոն Պավլովիչ։ Դե ընդհանրապես մեզ մոտ համար 3 էր ընդունված, բայց թող լինի 6-ը։ Դե ինչ, ամփոփենք նախորդ փուլերի արդյունքները։ Ծափարությունների ներքո եւ ես հայտարարեմ, որ Armenia TV թիմը այս պահին ունի 16 միավոր։ Ռադիովանի թիմը այս պահին ունի 22 միավոր։ 6 միավորի տարբերությամբ դուք արժևում եք, բայց ասեմ ձեզ, որ այս փուլում 6 միավորը հետ բերելը ընդհանրապես բարդ չէ։ Հետ բերելը կարևոր է ուշադիր կարդալ շուրթերով։ Ամեն ինչ պատրաստ է ասես չասես փուլը սկսելու համար, ես դիրքավորվեմ միացնելով իհարկե Լուլուին։ Հիմա կմիացնենք Լուլուին։ Պատրաստվեք Լուլու։ Դուք միացված եք։ Դե ինչ, ամեն ինչ պատրաստ է այս փուլը սկսելու համար եւ ես հայտարարում եմ, որ ժամանակը գնաց։ Իմ սիրած երգն է։ Մկան։ Մկրատ։ Մկան։ Այո, ճիշտ է։ Նարինջ։ Նարինջ։ Այո։ Տարապել։ 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 Այո, այո։ Հավ։ Կանեպ։ Շատ առաջ։ Կանեպ։ Սերժ։ Կարող եք անցնել առաջ։ Մահակ։ Այո։ Տրիկոտաժ։ Այո։ Սահանքում։ Տահատում ինչ։ Սահանքում։ Ժամանակը սպառվեց, այո։ Ռադիովանի թիմը կարողացավ Սահանքում։ ֆուտբոլում ընդունված հնարք է, սահանքում Սերը չի մացում։ այո, սերն է փորձում բացատրել ժակը, դուք երկով եք տարվել, հասկանալի է, բայց տարված լինելով երկով նույնիսկ Այդ պաչիկը որն էր։ Սերը։ Ռադիովանի թիմը կարողացավ վաստակել 7 միավոր։ Մենք շարունակում ենք ասես չասես փուլը եւ այս պահին կխաղանք արդեն Armenia TV թիմի հետ։ Մենք խաղում ենք ասես չասես փուլը, այս անգամ արդեն Armenia TV թիմի հետ, նրանք բոլորը պատրաստ են սկսելու եւ ես հայտարարում եմ, որ ժամանակը գնաց։ Մկրատ։ Մկրատ։ Բխկալ։ Լոշ։ Լող։ Փող։ Լոշ։ Լոտ։ Լոկ։ Լ օ ր Լ օ կ Անցեք հաջորդին առաջարկում եմ։ Չգիտեմ ինչ օծ։ Հաջորդին։ Երշիկ։ Չղջիկ։ Երշիկ։ Բենավաց բաց։ Երշիկ։
Երշիկ, Թրջել։ երշիկ, Լավ։ Լավ, հաջորդը մեկ անգամ էլ փորձեք։ Մանուկ։ Մատուր։ Մանուկ։ Բա։ Ժամանակը սպառվեց։ Չգիտես ինչ պատճառով Armenia TV-ի թիմին չհաջողվեց որևէ բառ գուշակել այս փուլում եւ նրանք վաստակեցին այս փուլում 0 միավոր։ Նստեք խնդրում եմ։ Ես անջատ եմ այս երաժշտությունը հիասքանչեր այս փուլը պարզապես։ Դու կարող եք այդ նույն պրինցիպով շարունակել ամբողջ այբուբենը անցնեք տարերից մեկը կհամընկնեք։ Բացարձակապես ոչինչ չէի լսում։ Բացարձակապես։ Դե ինչ, ավարտվեց հիմնական 5 փուլերը, ավարտվեցին եւ արդյունքում մենք ունենք հետեւյալ արդյունքը։ Armenia TV-ի թիմը այս խաղում վաստակել է 16 միավոր։ Իսկ Ռադիովանի թիմը այս խաղում վաստակել է 29 միավոր։ Որ գիրքներ ձեզ դուր եկել։ Վեցափարությունները, այս գիրքը արդեն նվիրեցինք Գորին, բայց ասեմ, որ այսքանով դեռ ամեն ինչ ավարտված չէ։ Դուք կարող եք ձեր 29 միավորին գումարել եւս 20-ը, եթե կարողանաք հաղթել սուպեր խաղը։ Իսկ մենք պետք է խաղանք սուպեր խաղը այսօրվա հաղթող թիմի Ռադիովան թիմի հետ։ Գնացինք։ Սուպեր խաղ։ Սուպեր խաղին հաղթող թիմից կմասնակցի 2 հոգի։ Էկրանի վրա հերթով կհայտնվեն 10 հայտնի մարդկանց անուններ։ Մասնակիցներից մեկը պետք է փորձի առանց նրա անունը տալու բացատրել, թե ում մասին է խոսքը։ Մյուսը պետք է գուշակի։ Նրանց կտրվի 90 վայրկյան։ Բոլոր 10 անունները ճիշտ գուշակելու դեպքում թիմը կվաստակի 20 միավոր։ Դե ինչ, մենք մոտեցանք այն պահին, երբ պետք է հաղթող թիմի հետ խաղանք սուպեր խաղը, հաղթեցին այսօր Ռադիովանի մասնակիցները, ներկայացուցիչները, եւ ես հարցնում եմ ձեզ, որ երկու մասնակիցներն են ձեզանից խաղալու։ Չենք որոշել, դրա համար զուտ ֆիզիկական տեսանկյունից ձեր կողմից մինչև այս կողմ եկեք 1-2 որ համեցեք խնդրում Ասեն դու որոշեցի։ Կեսը կարող եմ ես մասնակցել, կեսը Լուսինը։ Ոչ։ Այս փուլում Գնա։ Այս փուլում թիմի երրորդ ներկայացուցիչը կարող է միայն էմոցիոնալ վերապրումներ եւ ուրիշ ոչինչ։ Այո։ Ես ուզում եմ միայն ձեզ հիշեցնել, որ այս փուլում դուք կվաստակեք միավորներ, այն դեպքում, եթե գուշակեք բոլոր 10 անունները։ Նույնիսկ 1 սխալ պատասխանի դեպքում ոչ մի միավոր չեք վաստակել։ Ամեն ինչ կարծում եմ պարզ է եւ ինձ մնում է միայն հայտարարել, որ ժամանակը գնաց։ Ռուս կոմեդիանտ, ինքը Խարլամով։ Հին, սովետական ժամանակներ գնաց։ Խազանով։ Ժվանեցկի։ Շարունակի։ Կարծև։ Շարունակի։ Մի հատ է մնացել, այդ մեկին էլ որ ասես, էլի այդպես որ գալիս էր, խոսում էր սովետական ժամանակաշրջանի ամենահայտնի արտիստներից մեկն էր։ Անունը կարելի է հայերն էլ ունեն այդպիսի անուններ։ Հաջորդին անցնենք, եթե կարելի է այդպես ավելի լավ։ Ամենահայտնի ծաղրածուն ակրոբատը հայ, որի անունով Լեոնիդ Ենգիբարով։ Ճիշտ է, հաջորդը։ Մի հատ ռուս երգչիկա, որ ես տանել չեմ կարող, Պաուլիցամ, Պիկադիլի, Խադիլի, Կրակադիլի եւ այլն։ Լայմով այգուլը։ Ճիշտ է, հաջորդը։ Հայ ժողովրդական արտիստ, այն հին հայ ժողովրդական երգի ակունքներում կանգնած Հրանտ Մաթեոսյան։ Այդ մատը գրող է, երգիչ եմ ես քեզ ասում, Ռայսա Մկրչյանը չի երգիչ։ Լուսինե Զաքարյան։ Երգիչ։ Եթե Ռայսա Մկրչյանը չի, իր հետով էր հիմնականում բևում այդ շրջանում։ Գյորգի Մինասյան։ Այդ հային հետ գնա ավելի։ Լավ, անցնենք Հաջորդը։ Ում անունով է մարզաամերգային համալիրը։ Կարեն Էմերճյան։ Հաջորդը։
այն ամենալավ Մասկա ֆիլմի դերասանը Ջիմ Քերի։ ապրեց, Ճիշտ է, բայց չէ։ բայց ժամանակը սպառվեց, ձեզ չհաջողվեց գուշակել բոլոր 10 անունները։ Եւ ես կարող եմ ասել, որ թեժ պայքարում այսօր ընթացավ մեր խաղը, սուպեր խաղը չհաղթեցիք, բայց միևնույն է վաստակեցիք ձեր 29 միավորը, ինչի կապակցությամբ ես ձեզ շնորհավորում եմ։ Մաթեոսյանին շփոթել է Ռուբեն Մաթեոսյանին։ Այս ես հասկացա, բայց ոչինչով չէի կարող ձեզ օգնել։ Ձեզ նույնպես շնորհավորում եմ եւ շնորհակալ եմ։ Դուք կարող եք շնորհավորել միմյանց։ Երաժշտությունը կարող է հնչել, բարձր տրամադրությունը կարող է իրել տաղավարում։ Իսկ ես պետք է ասեմ, որ այսօր սիրելի հեռուստադիտողներ, մենք ավարտեցինք 29 միավոր վաստակեց ռադիովանի թիմը։ Մենք այսօր հրաժեշտ ենք տալիս ձեզ։ Հաջորդ ուրբաթ կրկին կհանդիպենք երեկոքների եթերում։